Ամերիկյան General Motors ընկերության կազմում գտնվող Chevrolet մակնիշը վերջին տարիներին ձգտում է որոշակի նոր լույսի ներքո ներկայանալ ոչ ամերիկյան շուկաներում։ Այս մակնիշն ընդհանրապես ասոցացվում է մեծածավալ ամենագնացների և պիկափների, ինչպես նաև սպորտային կուպեների հետ։ Սակայն հարավկորեական Daewoo ընկերության ձեռքբերումից հետո General Motors-ը Chevrolet մակնիշի տակ ոչ ամերիկյան շուկաներում ներկայացնում է հարավկորեական փոքրածավալ մոդելները, այդպիսով Chevrolet-ին մատչելի դարձնելով ոչ ամերիկյան և զարգացող շուկաներում։ Chevrolet-ի համար ընտրված է գլոբալ արտադրանքի նախագծման և իրացման ստրատեգիա, ինչն էլ ընկերությունը հաջողությամբ իրականացնում է։ Մի այդպիսի համաշխարհային գլոբալ նախաձեռնություն էլ հանդիսացավ 2007 թվականին Նյույորքյան ավտոսալոնում ներկայացված 3 կոնցեպտուալ մեքենաների ցուցադրումը, որոնք այնուհետև ներկայացվեցին հետագա բոլոր խոշոր ավտոսալոններում։ Այս նախագծի հիմնական նպատակն է, որքան հնարավոր է մոտենալ գնորդին, տնտղել նրա ցանկություններն ու նախասիրությունները, հաշվի առնել նրա կմահաճույքները և տպավորություն ստեղծել, թե ինքը գնորդն է ի վերջո որոշում, թե ինչպիսի մեքենա արտադրի ընկերությունը։ Ներկայացված կոնցեպտներն ունեն Beat, Groove և Trax անունները, որոնք վերցված են երիտասարդներին հասկանալի երաժշտական դիջեյական բառապաշարից։ Դեղնականաչավուն, ագրեսիվ և հանդուգն մռութով երկտեղանի հեջբեքը Beat-ն է։ Այն կարծես նոր է դուրս եկել սպորտ դահլիճից, ուր ամենատարբեր մարզասարքերի վրա օրական 2 ժամ քրտնաջամ պարապում է իր դեռատի դեմքին ոչ հարիր մկանային մասը հավաքելով։ Նրա զարգացած մարմինը կարծես որոշակի դիսոնանսի մեջ է մանկական դիմագծերի հետ, որտեղ սակայն առկա է ինքնավստահության և սեփական ուժերի վրա անսահման հավատի դրոշմը։ Beat-ը զինված է 1.2 լիտր աշխատանքային ծավալով տուրբո բենզինային շարժիչով և ավտոմատ փոխանցումատուփով։ Հաջորդ 2 կոնցեպտները սակայն նույնքան ագրեսիվ չեն, բայց իրենց արտահայտչականությամբ չեն զիջում Beat-ին։ Groove անունը ստացած համակրելի այս մեքենան աչքի է ընկնում իր ռետրո ձևավորումով և փքված անվակամարներով։ Ուղղահայաց տեղադրված դիմապակին և ետնամասի կտրուկ վերջավորությունը Groove-ին հաղորդում են խորանարդի տեսք, իսկ կարճ կապոտը ձգված ուղևորախցիկի հետ մեկտեղ վիզուալ երկարացնում է մեքենային։ Groove-ի վրա տեղադրված է 1 լիտր աշխատանքային ծավալով դիզելային շարժիչ։ Chevrolet-ի երրորդ հմայիչ կոնցեպտը կոչվում է Trax։ Սա արդեն քաղաքային փոքրիկ ջիպի նախագիծ է, համակրելի արտաքինով և բարեհամբույր կլոր լուսարձակներով։ Նա նույնպես զերծ չէ զարգացած մկաններից, ինչպես իր 2 եղբայրները։ Բայց եթե Beat-ին սազում է մարզական անթև վերնաշապիկը, իսկ Groove-ին լավ կարված պիջակը, ապա Trax-ին սազական է մարզական ուսապարկն ու ժայռերին մագլցելու համար նախատեսված մարզակոշիկները։ Chevrolet-ի 3 կոնցեպտուալ մինի մեքենաներն էլ նախատեսված են երիտասարդ, ակտիվ կյանքով ապրող մարդկանց համար։ Դրանք ստեղծվել են General Motors-ի 11 համաշխարհային դիզայն ստուդիաներից մեկում, որը գտնվում է Հարավ Կորեայում։ Նույն պլատֆորմի վրա պատրաստված 3 կոնցեպտուալ մեքենաներն այնուհետև ցուցադրվեցին Ֆրանկֆուրտի և Դեթրոյթի ավտոսալոններում։
Միաժամանակ Chevrolet-ն կազմակերպեց քվեարկություն ինտերնետում, որի արդյունքում պետք է եռյակից ընտրվեր այն